Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք քրիստոնեության մասին։ Սա մի կարևոր փուլ էր հայ ազգի համար եւ այս շրջանը կարևորվում է բազմաթիվ տեսանկյուններից։ Եվ այսօր հենց խոսելու ենք այդ մասին, թե երբ է մուտք գործել քրիստոնեությունը Հայաստան, ինչ ազդեցություն է ունեցել, ընդհանրապես ով է բերել եւ որտեղից է եկել։ Թեմայի շուրջ կխոսենք պատմաբան Գուրգին Կարապետյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Քրիստոնեությունը նշեցի, որ շատ կարևոր է հայ ազգի համար, այսինքն նոր փուլ սկսվեց մեզ համար, նոր ժամանակներ եւ ինքը որոշակի ազդեցություն ունեցավ մեզ համար։ Անմիջապես անցնեմ հարցին, երբ է ձևավորվել քրիստոնեությունը որպես կրոն եւ երբ է սկսվել տարածվել ամբողջ աշխարհով։ Քրիստոնեության մուտքը Հայաստան նոր փուլ չէր հայ ժողովրդի համար, այլ ավիրման, քանդման սկսված փուլի բնականոն շարունակություններ, որը ցավոք շրջի շարունակվում է մինչև այժմ։ Քրիստոնեությունը առաջին հերթին ամբողջ համաշխարհային պատմության մեջ կարևոր է նրանով, որ դա փաստորեն առաջին համաշխարհային կրոնն էր, այսինքն եթե մինչև դա ամեն մի ազգ ըստ իր աշխարհաճանաչման, ըստ իր հավատալիքների, ըստ իր հավատի ստեղծում էր իր կրոնը, այդ կրոնի քրմապետերը շատ լավ գիտեին իրենց կրոնի, այսպես կոչված թաքնագիտական մասը եւ հայտնի է, որ ասենք Ձևսի տաճարի քուրմը իրեն հեչ վատ չէր զգում, երբ ասենք գտնվում էր Պարսկաստանում եւ մտնելով Արամազդի տաճար, աղոթում էր կամ զոհեր էր մատուցում, որովհետեւ նրանք լավ գիտեին, որ կրոնների ներկայացումը պարզապես ավելի պարզեցված ձևն է, իսկ դա ուներ իր կարևորագույն հիմքը, որը ընդհանուր էր բոլորի համար։ Քրիստոնեությունը փաստորեն մի նոր երևույթ էր, որը նորից իր գաղափարական հիմքը գալիս է Ալեքսանդր Մակեդոնացուց։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը ուներ մի կարևոր նշանակություն։ Մինչև Ալեքսանդր Մակեդոնացին հայկական լեռնաշխարհից դուրս եկած շենգավիթյան կամ քորարակցյան մշակույթ իրականում դա պետականություն էր, որը տարածում էր, նշել ենք, սառուցյալ հնդկական, ատլանտյան օվկիանոսներով մինչև Սահարա անապատ, բայց այդ պետականությունը փաստորեն կառուցված էր բուրգի տեսքով, այսինքն չէր ոչնչացնում տեղական ինքնությունները, այլ ստեղծում էր բնական, տիեզերական համաչափությունների վրա հարաբերություններ, որը դրդում էր բոլորին։ Այ Ալեքսանդր Մակեդոնացին նույնպես նշում է, որ ինքը շարժում է Դիոնիսեսի ճանապարհով, այսինքն այդ հին պետականության ձևավորման մեխանիկական շարունակորդն է ինքը, բայց փաստորեն ինքը գլոբալիզմի նախահայրը, որովհետև փաստորեն նա ցանկանում էր գրավումների միջոցով ձևավորել ընդհանուր պետություն, որտեղ ոչ թե պետք է առանձին տարածքները պահպանեն իրենց անհատականություն, այլ պետք է ձևավորվեր համասեռ, ընդհանուր, համահարթված աշխարհաճանաչում, համահարթված հարաբերություններ, որը բնական է պետք է լիներ հունականը։ Մակեդոնացուց հետո էլ, ասենք Հուլիոս Կեսարը, որը պատմականորեն ընդունում է, որ եկել եւ արտասվել է Մակեդոնացու գերեզմանի վրա, շարունակեց նրա գործը, եթե Մակեդոնացին դա փորձում էր անել զենքով, ապա Հուլիոս Կեսարը փորձեց ստեղծել ընդհանուր ֆինանսական դաշտ, նույնիսկ ծրագրավել էր իր պետության մայրաքաղաքը տեղափոխել փոքր Ասիա, որը կլիներ ավելի կենտրոնական մասում։ Դրանից հետո, ասենք, Կարլ Մեծը փորձում էր համաքրիստոնեական կաթոլիկ եկեղեցուն, չնայած այն ժամանակ չկար բուն կաթոլիկ, բայց Հռոմի պապի եպիսկոպոսի իշխանության տակ միավորել աշխարհը, ու դրանից հետո Նապոլեոն Բոնապարտը մահ պալատներին, խաղաղություն խրճիթներին կոչով նորից այդ գլոբալացման ընդհանուր համասեռ պետության ստեղծման գաղափար, նույնը նաև խորհրդային միություն իր պրոլետարներ բոլոր երկրների միացեք, նույնը նաև հիմիկվա այդ դեմոկրատիայի անվան տակ գնում է նույն process-ը, այսինքն ստեղծել համահարթված անհատականությունը կորցված մարդկանց եւ առանձին էթնիկական խմբերի միություն, որը պետք է փաստորեն պաշտպանի մի ընտերյալ խավի հասարակության մի մասի շահերը։ Եվ դա փաստորեն որոշ քանակությամբ հիմա իրականացվում է գաղափարախոսության հենց կրողներ կամ այսպես ասած գաղափարական հիմքը քրիստոնեությունն էր։ Քրիստոնեությունը, եթե հիմիկվա հասկացողության վերցնենք, աղանդն է մովսեսականության։ Մովսեսականությունը ի տարբերություն մեր նշած հին կրոնների, փաստորեն, որտեղ կար
ավելի թաքնագիտական իմաստ եւ մյուս, ասենք, ազգերը ճանաչում էին, ընդունում էին մյուս կրոնների գոյությունը, մովսեսականությունը իր հիմքում դրել էր ով ինձ հետ չէ, թշնամի է, գաղափար։ Նրանք գտնում էին, որ իրենց Աստվածը իրականում ամբողջ հինկտակարանում չի խոսվում, որ Յահվան համայն մարդկության Աստվածն է, որովհետև Յահվան հենց իր խոսքերով է ասում, որ ինքը Իսահակի, Աբրահամի, Հովսեփի Աստվածն է, եւ դրանից հետո տալիս է իր բնութագիրը։ Ես դաժան Աստված եմ, ես խանդոտ Աստված եմ, չպաշտեք մյուս աստվածներին։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ մյուս աստվածների գոյությունը չի ժխտվում, բայց որովհետև դուք իմ հոտն եք, պետք է դուք անեք այն, ինչ ես եմ ուզում։ Յահվայի գաղափարը չունի որևէ տրամաբանություն։ Այն, որ ասենք հрьяաների մուտքը Պաղեստին Յահվայի հրամանով ոչնչացվում էին քաղաքները եւ եթե շեղում էր կատարում Յահվայի հրամանով, Յահվան նաեւ դաժանորեն պատժում էր իր ժողովրդին, դեռ ոչինչ, բայց ասենք Հոբի պատմություն, որը ազնիվ հրյա է, պաշտում է Յահվային, կատարում է նրա բոլոր պայմանները, Յահվան քնից ելումա ու որոշում է, որ հələ փորձի տենա, Հոբը մինչեւ ուր իշքան կարա դիմանա։ Եվ այդ մարդը, որ իր ամբողջ կյանքում աշխատել, հարստացել է, կազմել է լավ ընտանիք, աղքատանում է։ Հոբը ասում է Աստծո տված, Աստծո տարած, մահանում են նրա երեխաները։ Հոբին տրվում է ուրեմն հիվանդություններ, այսինքն ինչ է ստացվում։ Չկա Յահվայի գործնեության մեջ որևէ տրամադրություն։ Աստծո գործերը անքննել են, մտցվեց նաև քրիստոնեության մեջ, որը արդեն բնակչությանը զրկում է տրամաբանությունից, ինքնուրույն մտածելուց, ինքնուրույն քայլեր կատարելու հնարավորությունից։ Մովսեսականության 5 կտակարանի վրա ձևավորված նոր կտակարանը իր ակունքներով հիմնվում էր երկու կարևորագույն սկզբունքի վրա։ Առաջինը մենք ասենք փրկչի գաղափարն էր, որի համար էլ ասենք երբ Քրիստոսը խոսում է իր նշած հայր Աստված իրականում որևէ կապ չի կարող ունենալ այդ դաժան խանդոտ Յահվայի հետ։ Նա սեր է եւ գտնվում է բոլորի մեջ։ Սա առաջին կետ եւ երկրորդ ասենք, որ երկրորդ հիմքը կազմում էր հին փիլիսոփայությունը, գնոստիկները, որոնք գտնում էին, որ ամբողջ տիեզերքը մեկ ընդհանուր մտածող էակ է եւ որ դա ունի իր կենտրոնը, որտեղից գալիս է լոգոսը։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ քրիստոնեությունը իր արմատավորման հենց առաջին փուլում պատերազմ է սկսում հենց գնոստիկների դեմ։ Սկսում է ոչնչացնել իր հոգևոր հորը։ Եվ դա բնական է, որովհետև այդ կրոնի ձևավորման հենց առաջին փուլում չէր կարող դրած լինել ազնիվ մտքեր։ Անհրաժեշտ էր ժողովրդին մատնանշել, որ այն, ինչ իրենք ներկայացնում են, Աստվածաշունչն է, այսինքն Աստծո շունչն է, այսինքն իրենք չեն կարող ունենալ հայր եւ ասենք չի կարող իրենց գաղափարախոսությունը վերցված լինել մարդկային, թեկուզ եւ ամենահանճարեղ մարդկային մտքից։ Եվ փաստորեն այսա ցույց է տալիս Աստվածաշնչյան, կամ քրիստոնեության հենց ձևավորողների ոչ ազնիվ վարքագիծը։ Քրիստոսը եթե ծնվել է 1 թվականին, խաչվել 33 թվականին, նրա աշակերտները սկսել են քարոզել 33 թվականին։ Եվ միանգամից առաջանում է բավականին տարօրինակ մի բան։ Ընդամենը 20 տարի չանցած ամբողջ հռոմեական կայսրությունում փաստորեն ստեղծում են հսկայական, բավականին տնտեսական հզոր համայնքներ քրիստոնեական։ Եվ մեզ ցանկանում են ապացուցել, որ այդ համայնքները հիմնականում կազմված էին ստրուկներից, աղքատների խավից։ Հարցը ծագում, ով էր առաջին հերթին իրակնորյա այդ ճաշկերուկները կազմակերպում, ինչ փողերի հաշվին էր կապեր պահպանվում, ասենք փոքր ասիական, հռոմեական, պաղեստինյան, քրիստոնեական համայնքների միջև, որտեղից այդ գրագետ ստրուկների հսկա բանակը, որոնք մեկը մեկին նամակներ էին գրում, կամ ասենք Պողոսի թղթերն էին ընթերցում։ Դա ցույց է տալիս, որ քրիստոնեության տարածման արդեն առաջին փուլում կար արդեն հսկա ֆինանսական, մշակված գաղափարական եւ գործող մեխանիզմ, որը պետք է իրականացներ այդ բոլորը։ Ով կարող էր ֆինանսավորել եւ կազմակերպել այդ ամբողջը։ Մեր նշված ամբողջ տարածաշրջանում, ուրեմն Բալկանյան թերակղզում, Իտալիայում, Փոքր Ասիայում,
Ասորիքում, Եգիպտոսում կային միայն երկու ազգեր, որոնք արդեն ունեին կազմակերպված հզոր համայնքներ։ Դա հույներն էին եւ մովսեսականներն էին, հիմա կոչում են հայերը հերյաներ։ Իրականում հերյա հուրյա բառի հետ նրանց կապել բացարձակ անիմաստ է, նրանք մովսեսականներ են։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է կատարվում։ Երկրորդ դարում Քրիստոսից առաջ սկսվում է արյունահեղ բախումներ այս երկու համայնքների միջև։ Մի քանի օր շարունակ Ալեքսանդրիայում հույներն ու հերյաները իրար էին կոտորում։ Նույնը մենք տեսնում ենք Անտիոքում, նույնը կատարվում է նաև Պերգամենում։ Սակայն կարճ ժամանակահատվածում սկսում է դա Ալեքսանդրիայում, երբ փորձում է Ալեքսանդրիայի թագավորը հաշտեցնել երկու համայնքներին իրար, եւ տեղի ունենում հոգեվոր մերձեցում։ Այսինքն կարճ ժամանակահատվածում հույները սկսում են թարգմանել հին կտակարանը, իսկ հերյաները սկսում են թարգմանել հունական փիլիսոփայությունը եւ սկսում են նրանց քաղաքական եւ տնտեսական ոլորտների վերաբաշխում եւ դրանից կարելի է կարծել, որ այս երկու այդ ժամանակ իշխող ազգերն էին, որ փաստորեն համաշխարհային գերիշխանություն, գլոբալիզացիայի այն ժամանակվա համահարթման քաղաքականությունը սկսեցին օգտագործել եւ որպես զենք վերցրեցին քրիստոնեությունը եւ ինչու անպայման հին կտակարանը, որովհետեւ արդեն մովսեսական կրոնը փաստորեն պայքարի զենք էր մնացած բոլոր տեսակի կրոնների եւ բոլոր էթնոսների դեմ, որը բացարձակ համապատասխանում էր այն ուժերին, որոնք ցանկանում են հաստատել իրենց գլոբալիստական ծրագրերը։ Պարոն Կարապետյան, քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան, մեզ հասել են բազմաթիվ ավանդազրույցներ քրիստոնեության ընդունման հետ կապված։ Այո, նրանց մի մասը հավաստի է, մի մասը անհավաստի տվյալներ են պարունակում, որոնք են դրանցից ամենահավաստի ավանդազրույցները, պատմական անցքեր, իրադարձությունները, ով բերեց քրիստոնեությունը Հայաստան եւ որտեղից եկավ այն մեր երկիր։ Քրիստոնեության տարածման ավանդազրույցներից ամենատարածվածը Եդեսիայի թագավոր Աբգարի պատմությունն է, որը ըստ ավանդության իմիջիալոց, որը կա նաև հույների մոտ եւ կա ասորական պատմության մեջ, այն է, որ Աբգարը ապրել է Քրիստոսի ժամանակ, հիվանդացել է, ուղարկել է իր ներկայացուցիչ Քրիստոսի մոտ, հայտնելով, որ իր երկիրը փոքր է, բայց երկուսին կբավականացնի, եւ Քրիստոսն ասել է, որ ինքը գործ ունի անելու, նշելով, որ ինքը մարդկության մեղքերի համար պետք է խաչվի, բայց ասել է, որ դրանից հետո ինքը իր աշակերտին կուղարկի, որպեսզի Աբգարին բժշկեն եւ հաստորեն տարածեն քրիստոնեությունը։ Այս ավանդազրույցը իրականում ունի պատմական հիմք, չնայած իհարկե, եթե ավանդազրույց էր, նաև նրան պետք է ավելանային առասպելական գծեր։ Այս առասպելի ձևավորման գոնե մի մասի վրա ազդել է Ադիաբենեի թագավոր Աբգար IV-ը, որը իրականում առաջին դարում, իհարկե Քրիստոսի մահապատժից հետո, որը ընդունել է քրիստոնեությունը, իմիջիալոց ասում են, որ նրա մայրը քրիստոնեություն է ընդունել, Հեղին է եղել անունը եւ թաղված է նրա մայրը Երուսաղեմի պարիսպներում մոտ եւ այդ պարիսպները հենց կոչվել են նրա անունով Հեղինեի պարիսպներ։ Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի քրիստոնեություն է ընդունել այդ հայոց թագավորը, իսկ դա իրականում Ադիաբենեում կառավարում էին հայ արշակունիները եւ դա հայկական պետություն էր։ Բավականին վատ բարոյահոգեբանական իրավիճակ էր ստեղծված մակեդոնացու արշավանքների հետևանքով եւ այդ նույն վիճակը նաեւ ստեղծված էր Ադիաբենեում բուսային միջագետքում անհրաժեշտություն կար այդ վիճակից դուրս գալու եւ մենք տեսնում ենք ու կան պատմական փաստեր որ հենց Ադիաբենեի քրմապետը նորից իմիջիալոց Բագրատունիների տոհմից խորհուրդ է տալիս ընդունել նոր ձևավորվող քրիստոնեությունը, որը դեռևս որպես կրոն չէր ձևավորված։ Այսինքն մարդկությունը ընդունում է, որ Քրիստոսը եկել է մարդկությանը փրկելու, նաև ընդունում է մեր ասած գնոստիկների գաղափարախոսությունը, որը արդեն տարածվել է նաև որոշ հերյաների մոտ եւ նորից մենք պատմությունից գիտենք, որ բավականին մեծ պայքար էր գնում ոչ մովսեսական քրիստոնյաների եւ մովսեսական քրիստոնյաների միջեւ, որը լավ պատկերված է։ Այդ քրիստոնեությունը փաստորեն հայությունը փորձում էր օգտագործել
գործիք որպես վերադառնալու հին աշխարհընկալմանը, որը գուցե տվեց որոշակի արդյունքներ, որովհետև մենք գիտենք, որ մինչև 4-րդ դարը մենք ունեցել ենք հայկական եկեղեցու առաջնորդներ, ունեցել ենք վարդապետներ, եպիսկոպոսներ, որոնք նաև մասնակցել են միջազգային կրոնական ընդհանուր ժողովների։ Սա նշանակում է, որ փաստորեն Հայաստանում բավականին համայնքներ կային, որը ասեցի բերել էր Աբգարը։ Սակայն 4-րդ դարում երկրորդ փուլը եկավ քրիստոնեությունը Հայաստան, արդեն ամբողջական ձևավորված գլոբալիստական քրիստոնեությունը դա բերվեց փոքր Ասիայից։ Բերողների եւ նրանց մեթոդների մասին ցավոք սրտի բավականին կսկտուրեն տեղեկությունները եւ լուսապսակով պատված։ Հայտնի է միայն, որ տարածողների դերոշակակիրը եղել է Սուրեն անունով մեկը, որը քրիստոնյա կնքվելուց ընդունել է Գրիգոր անվանը։ Նրա կինը Քրիպսիմե անունով եղել է հրյա եւ նրա հայրը Դավիթը եղել է Փոքր Ասիայում սինագոգի ռաբի։ Քրիստոնեության առաջին դասերն ստացել է իր աներոջից։ Այն առասպելը, որ նա եղել է արշակունների տոհմից, նորից չի գեղեցկացնում նրա կենսագրությունը, որովհետև ըստ այդ ավանդության նա եղել է հայոց թագավորի դրդատի հոր սպանող Անակը, որը բավական չէ, որ արքայասպան է եղել, բավական չէ, որ սպանել է մարդուն, որը փախելինք եկել էր նրա մոտ եւ գթասրտորեն նրան կացարան էր տվել էր հողեր, այլ նաեւ իր ազգականին, որտեղ ինքն էլ էր արշակունի եւ Խոցրովն էլ էր արշակունի։ Այս բոլորը արդեն ցույց է տալիս այդ Անակի հոգեվոր դաստիարակությունը, բայց այն, որ եկեղեցին փորձում է այդ Սուրեն Գրիգորին լուսապսակ հագցնել եւ չունի այլ հագուստ նրան տալու բացի դավաճանի որդից, հավանական է փորձում է ավելի ծանր անցյալ թաքցնել։ Ինչպես եկավ Գրիգորը եւ ովքեր էին առաջին ծիծեռնակները։ Հռիփսիմե եւ Գայանե կանայք Մենաստանի աղջիկներով, չգիտեմ ինչի կոչում են 40, իրականում իրանք բավականին շատ են, փախչում են հռոմեական կայսրից եւ գալիս են Հայաստան։ Դրա մասին բոլորը կարող են մանրամասն կանխալ իրենց արկածները, երբ փախստական մարդը, որի ուշք ու միտքը թաքնվելն է, տարոն գավառում կազմակերպում են մի խելագար բարբարոսություն ավիրելով տվյալ ժողովրդի տաճարը, դրանից հետո էլ գալիս են դվին եւ ուրեմն սկսում կանացի զարդեր պատրաստել եւ շուկայում վաճառել, թաքնվելու տարբերակ չէ, այլ հակառակը ցուցադրման բացայտ ներկայացում էր գնում։ Մյուսը Սուրեն Գրիգորը գալիս է Հայաստան, գալիս է հռոմեական զորքերով։ Այն ինչ որ հիմա ես խոսում եմ, կարող են կարդալ նորից Ակադանգոսի եւ հռոմեական քրոնիկներում զորքերի Հայաստան ուղարկելը, այսպես ասած, պատրվակն է Հայաստանը ազատել պարսկական լծից։ Զորքերը գալիս են ազատագրում Հայաստանը եւ շատ հետաքրքիր փաստ ունի Ագաթանգեղոսը։ Պարզվում է, որ Դրդատը շատ լավ է հասկանում, որ Հայաստանում կա հոգևոր կրոնական բավականին պրոբլեմային խնդիր, որի համար էլ նա հավանական է փորձ է անում անցկացնել բարենորոգում եւ ստեղծել միակ Աստծո դիցի գաղափարը, սակայն սխալ ուղղություն է վերցնում եւ փաստորեն հրճակում է Անահիտին որպես բացարձակ դիցուհի մի արական երկրում կանացի դիցուն բարձրացնել Գերագույնի աշճանի արդեն սխալ է, բայց այդտեղ սկսում են անհնարին, անհասկանալի դեպքեր։ Գրիգորը հրաժարվում է զոհեր մատուցելուց, բացահայտվում է նաև, որ նա Անակի թագավորի հոր սպանողն է, իսկ ներկայացնում են Դրդատին որպես բավականին ֆիզիկապես զորեղ եւ բռնկուն բնավորություն ունեցող մարդ, անմիջապես վրեժ լուծելու սպանելու փոխարեն 13 տարով գցում են բանտ, խոր վիրապ, որը պետական ամենածանր հանցագործություններ կատարողների բանտն է, եւ այդ բանտում նրանց զրկում են հացից ու ջրից, բանտի տարած կարողանում է ինչ-որ կին
12 տարուց հետո կերակրել նրան ջուր տալ արդեն լրիվ անհավանական է։ Հռոմեական պատմիչները գրում են, որ Կոստանտինը, որ արևմտյան հռոմեական կայսրության կայսրն էր, թշնամական հարաբերությունների մեջ էր արևելյան հռոմեական կայսրության հետ, պատրաստ էր ցանկացած դավադրության, որի համար էլ իհարկե քրիստոնեական եկեղեցին նրան Կոստանտինին մտցրեց սրբերի շարքը, ասենք իր աղջկան ամուսնացրեց իր հակառակորդի հետ, հետո վերջում դավադրաբար սպանեց, եւ որ քրոնիկներում գրում է, որ այդ պայքարի ամենաբուրըն պահին արևելքից հայտնվում է հռոմեական մի բանակ եւ հարձակվում Կոստանտինի թշնամի կայսրի վրա, եւ սա փաստորեն մեծ քանակությամբ օգնում է, որպեսզի Կոստանտինը տանի իր վերջնական հաղթանակը։ Հռոմեական կայսրության թիկունքում կարող է լինել միայն եւ միայն մի բանակ, դա կարող է լինել Հայաստան մտած հռոմեական բանակը, որին միանար արդեն Տրթատի կամքով դրանց միացած հայկական ուժերը։ Զենոբե Գլակը եւս մի ազգությամբ ասորի, նորից քրիստոնյա, որը շատ ուրախանում նկարագրելով, թե ինչպես են ավիրում հայկական տաճարները եւ հայ քրմերին ինչպես են դանդաղ խորովում կրակի վրա, որպեսզի նրանք հայտնեն թաքստոսների տեղը, որպեսզի կարողանան թալանել, գրում է, որ Հայաստանում տեղի ունեցավ կրոնական երկրորդ պատերազմը, իրականում սա պետք է որ լինի առաջին պատերազմը, իր նշելով քրիստոնյա դարձած հայ իշխանները պայքարում էին հեթանոս մնացած հայ իշխանների դեմ։ Կարելի է վստահորեն պնդել, որ դա հռոմեական բանակն էր, իսկ Կոստանտինի բանակը հիմնականում կազմված էր քրիստոնյաներից, որոնք պայքար էին մղում հայկական պետական կրոնի դեմ։ Ագաթանգեոսը բերում է թվեր, որոնք տրամաբանությունից դուրս են կամ անիմաստ է նշելը։ Այ մեր ասած այն, որ Գրիգորը 13 տարի մնացել է բանտում։ Այդպիսի բան հնարավոր չէ, որովհետև թվերը չեն բռնում, համել հնարավոր չէ այդ ցանկացած մարդ գնա խորվիրապի այդ խուց տեսնի, կզգա որ չի կարող լինել։ Սակայն կա մեկ այլ բան։ Մեր ասած գնոստիկների թվային սրբացման գաղափարի համաձայն 12-ը դա շրջանն է, ամբողջությունը եւ 13-ը նոր շրջանի նոր փուլի սկիզբն է, որով խորհրդանշում է, որ այ Գրիգորը դուրս եկավ բանտից, մթից եւ փաստորեն բերեց նոր շրջանի սկիզբը, այսինքն որ ոչ միայն Հայաստան, այլև աշխարհում նա դրեց նորի սկիզբ եւ պատահական չէ, որ ուղղափառ կաթոլիկ եկեղեցիները Գրիգորին ընդունում են, մտցնում են սրբերի շարքը, որովհետեւ իրականում նա էր, որ բացեց ճանապարհ ընդհանրապես այդ գլոբալիզմի համար։ Նկարագրում է Ագաթանգեոսը, թե ինչպես ժողովրդի նախարարներին, նաեւ թագավորին ոչխարի պես շատ են սիրում քրիստոնյաներն այդ բառը, քշեցին, վերեցին, լցրեցին վանդակի մեջ եւ Գրիգորը սկսեց 66 օր քարոզ կարդալ նրանց գլխին, 66 թիվը նույնպես շատ հասկանալի տրամաբանական թիվ է, որը նաեւ մտել է Աստվածաշունչ Հովհաննեսի ավետարանում, 6 թիվը հնագույն ժամանակներից համարվում էր, որ 5 թվի, որը մարդկային 5-ը ուրեմն բնազդներն են, անասնական բնազդներն են, 6-ը գազանի ուղեղը, որը ղեկավարում եւ ենթարկվում է այդ 5 բնազդներին, այսինքն այդ գազանի թիվն է, որով այդ գազանը կատարում է իր բնազդների իրականացումը։ Հնագույն աշխարհաճանաչման մեջ մարդը աշխարհը բաժանում էր եռաշերտ, նյութական, հոգևոր եւ ոգեղեն, այն որ Գրիգորը 66 օր քարոզեց, անմիջական նախազգուշացում է հոգևորականությանը, որ Գրիգորը կարողացավ տիրել հայության մարմնին, տիրել մեր զգացումային դաշտին, բայց մեր միտքը դեռևս մնում է ազատ, եւ դա է պատճառը, որ արդեն 1000 տարուց ավել եկեղեցին աշխատման մեր մտքի վրա մեր տրամաբանության դեմ փորձելով 66-ը հասնել 666-ի, այսինքն վերջնական ոչխարացումը, վերջնական ինքնուրույնության ոչնչացումը հասնելու իր վերջնական կետին
Պարոն Կարապետյան, դուք խոսեցիք ընդհանուր ներկայացրիք, թե քրիստոնեության ընդունումը ինչպես տեղ ունեցավ Հայաստան, եւ հիմա խոսեք, թե ինչ ազդեցություն, ինչ դեր ունեցավ հայության, հայ մարդու համար այդ կրոնը։ Իրականում քրիստոնեությունը մտավ հրով եւ սրով, որտեղ դա բացառել հնարավոր չէ, նշած աղբյուրները մանրամասն նկարագրում են, նաեւ Մովսես Խորենացին, թե ինչպես են զորքով մտել եւ ավիրել, թալանել հազարամյակների կուտակած հարստությունը, որտեղ Հայաստանում ասում չի եղել այդպես ավիրվածություններ, մինչև դա կրոնական հողի վրա եւ ասենք մեր տաճարները միշտ մնացել են սրբազան, նաեւ օտարների համար։ Միակ դեպքը հռոմեական զորքերն են, որ Անտոնիոսի գլխավորությամբ Անահիտի տաճարը ավիրել են եւ նրա ոսկե արձանը ջարդել տալել են եւ սա փաստորեն հանգեցրեց նրան, որ ամբողջ արևելքը ապստամբեց հռոմեացիների դեմ, հռոմեացիները ջախջախիչ պարտություն կրեցին, ըստ որոշ տվյալներով 40,000 հռոմեացի ասպանվել, լուծվելով վրեժը Անահիտի տաճարի ոչնչացման, ուրեմն պատկերացրեք այդ Վանի թագավորությունից շատ առաջվա այդ տաճարներից ինչքան հարստություններ կուտակվել եւ հասել մինչեւ 4-րդ դար եւ այդ բոլորը ոչնչացվեց, նաեւ ոչնչացվեցին հնագույն մագաղատները, որոշ մարդիկ կարող են մեզ հակաճառել, որ մենք չենք ունեցել տարեր, գրեր, ուրեմն չեն կարող ունենալ նաև մատյաններ տաճարական, որին ասեմ, որ նորից քրիստոնեական պատմիչները հակառակն են պնդում։ Մովսես Խորենացին նշում է, որ մեզ չի հասել մեր հին մատյանները, բայց նախարարական տների մատյանները կան։ Ոչ միայն ամբողջ հայկական պետականության մասներ գրում, որի մասին նաև գրում է Մովսես Խորենացին, որ հույն պատմիչը քրիստոնյա ինչպես է գալիս, մտնում Արամազդի տաճար եւ գրում ամբողջ հայոց պատմությունը։ Փաստորեն եղել է եւ հայոց պատմագրություն, որ պահպանվել են տաճարներում, եղել են նաեւ գիտական գրքեր եւ ամբողջը ոչնչացվել է։ Եվ դրա ամենալավ ապացույցը եւս մեկ Զենոբե Գլակը բերում է Գրիգորի անմիջական խոսքը։ Նա չի ասում ոչնչացրեք, ասենք հեթանոսության հետքերը։ Նրա բառացի խոսքերն են, ոչնչացրեք այն ամենը, ինչ ազգային է։ Այսինքն խոսքը գնում էր հայությունը որպես ազգային տեսակ ոչնչացման, նոր տեսակի գլոբալոս հոմոս ստեղծելու, որը պետք է դառնար հարվածային ուժը համաշխարհային գլոբալիզմի հաստատման համար։ Այս պայմաններում խոսել քրիստոնեության դրական դերի մասին անիմաստ է։ Գրիգորը գալով սկսում է զավթել հայկական հողերը։ Ամենափոքր տվյալներով 22 գավառներ բացարձակ դառնում են նրա անձնական սեփականությունը։ Նաև նշվում է, որ հայ նախարարները մեծաքանակ հողեր տվեցին եկեղեցու։ Նաև նշվում է, որ ամեն գյուղ պարտավոր էր համայնքի հողերից, այսինքն մշակվող հողերից առանձնացնել եւ տալ եկեղեցու։ Նաև որոշվում է, որ ամբողջ այդ տաճարների հարստությունը անցնում էր եկեղեցու։ Մտցվում է 10-րդ հարկ, ինչպես մովսեսականների մոտ, որ ամեն ոք, ով ստանում է շահույթ, պետք է այդ շահույթի 1/10 մասը հանձնի եկեղեցու։ Նաև եկեղեցուն է հանձնում դատական գործը, իսկ Հայաստանում դատական վճիրների մի խոշոր մասը իրականացում էր, այսպես ասած, տուգանքների ձևով։ Ժողովուրդը շատ լավ անուն է դրել դրան։ Բոլորը գիտեն ինչ է նշանակում թալան։ Թալան նշանակում է ուրիշի ունեցվածքի զավթում, բայց չգիտեն, որ թալանը դա եկեղեցական հարկի ձև է, որից էլ ժողովրդի մեջ մտավ այդ եկեղեցու տարածի տված բնութագիրը, թե այդ հարկերն իրականում ինչ են իրենից ներկայացնում։ Առաջին փուլում եկեղեցին դառնում է տնտեսական, քաղաքական մի հզոր ուժ։ Պետք է չմոռանալ, որ այդ հոգևորականները մինչև 5-րդ դարի վերջերը հիմնականում կազմված էին ասորիներից, հույներից եւ քրիստոնեություն ընդունած մովսեսականներից։ Այդ ինչի մասին է խոսքը, երբ ասում են եկեղեցին եղել է պետության ամրապնդողը, հովանավորը, ոչ, եկեղեցին, ինչպես եւ Եվրոպայում միջայլոց, փորձում էր ոչնչացնել պետությունը եւ իր վրա վերցնել պետության ֆունկցիաները, այսինքն ստեղծել թեոկրատական, քրիստոնեական կրոնապետություն։
Եվրոպայում դա բավականին պայքարը երկարաձգվեց, բայց հիշում ենք ի վերջո հանգեցրեց նրան, որ Հռոմի Պապը հռչակվեց երկրի վրա միակ գերիշխող եւ մյուս թագավորները պետք է ծնկաչոք գային համբուրելու նրա ոտքը եւ որոշվեց, որ Հռոմի Պապը ոչ միայն անձեռնմխելի, այլ նաեւ ինքը բացարձակ ճշմարտությունն է, իրանից դուրս ճշմարտություն չկա, այսինքն ինքը Աստծո երկրային մարմնացում, այսինքն կռապաշտության գերագույն աշճան։ Նույնը նաեւ փորձ էր արվում ստեղծել Հայաստանում, չեն կարող ասել, թե դրան իրանք չհասան, որովհետև Արշակունյաց թագավորության ոչնչացման հիմնական մեղավորը մեր եկեղեցին էր, նույնիսկ այն մարդիկ, ովքեր եկեղեցում ներկայացնում են որպես պատմության մեջ ներկայացնում են որպես սրբեր, լուրջ ուսումնասիրությունը ցույց է տալիս նրանց բացասական գործունեություն հայկական պետականության մեջ, ասենք Ներսես մեծը բացում էր հիվանդանոցներ, որոտանոցներ, հարցացակնում փողով էր բացում, պետության փողով, այն փողով, որը Արշակը պետք է օգտագործեր տնտեսության զարգացման եւ բանակի կարիքների համար եւ շատ հետաքրքիր է նորից քրիստոնյա պատմիչն ա գրում, որ երկրում այլ աշխատող չէր մնացել, բոլորն իրանց հիվանդի ու բոլոտի տեղ էին դրել, գնացել լսվել էին այդ անգելանոցներն ու հիվանդանոցները, բայց դրա շնորհիվ բարձրացվում էր եկեղեցու հեղինակությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժողովրդի զանգվածին օգտագործեին պետության դեմ։ Ամբողջ Հայաստանը ծածկել էին կուսանոցներով եւ մենաստաններով, ինչի համար։ Այն դեպքում, երբ որ անհրաժեշտ էր բանակ ունենալ։ Եվ այն մարդը, ով որ այդ դրանք ոչնչացրեց, ի վերջո եկեղեցու կողմից հռչակվեց ամենավատ պիտակները։ Սահակը ներկայացնում է, որ ինքը վերջում կանգնել էր թագավորի, բայց շատ սիրուն ձևով երևում է, թե ինչպես է նա հրահարում հայ նախարարներին, որպեսզի ընդդիմանան իրենց օրինական թագավորի, նրանց օգնել է, որպեսզի նամակ գրեն Պարսից ջահին թագավորական իշխանությունը տապալելու համար։ Արշակունյաց թագավորությունը տապալվեց, դրանից հետո տեսնում ենք եւս մի հետաքրքիր բան։ Հայոց եկեղեցու եւս մեկ սուրբ Հովհաննես Օձնեցին, որի մասին շատ լավ նորից պատմեն հայ պատմիչները, որ իրեն ավելի շատ էր զարդարում եւ իրեն ավելի շատ էր հետևում, քան թե արաբական խալիֆաթը, որ ամեն օր իր մազերին եւ մուրուքին ոսկու շրանք էր թափում օծանելիքներով։ Ասորիքի կառավարիչն ասում է, լսել եմ, որ դուք պաշտում եք մեկին, որը նույնիսկ շոր չուներ, եւ ասում էր, որ եթե մի շապիկ ունես ու խնդրում են քեզնից, այդ շապիկը պետք է հանես տաս։ Էս ինչ ես անում։ Ինքն ասում է, դե մենք թագավոր չունենք, ես պետք է թագավորի պես լինեմ։ Այդ է իր որն էր Հովհան Օձնեցու երազանքը, որը Դվինի ժողովում ընդունում էր օրենքներ, որ ով որևիցե շեղում է անում պաշտոնական եկեղեցուց, ով խոսում է պաշտոնական եկեղեցուց շեղվածի հետ, ով նրան օծյակ է տալի կամ ջուր, նրանց բոլորին անհրաժեշտ է ենթարկել մի բարբարոսական մահապատժի, այսինքն կտրել նրանց վերջույթների ջլերը եւ թողել մարդաշատ հրապարակում, այսինքն իրենց բնակավայրում, որպեսզի իրենք տանջամա լինելով մեռնեն, այսինքն հոր ու մոր աչքի առաջ քչում են երեխային կամ երեխայի առաջ հորն ու մորը, որին այդ երեխան կամ չեն կարող օգնել եւ պետք է սպասեն, չէ՞ որ նա ծառավից ու սովից մահանա, հետո խոսում են ինկվիզիցիայի բարբարոսությունների մասին։ Երբ որ արաբները մտնում են Հայաստան եւ Թեոդորոս Ռուշտունին մի հանճարեղ մարդ կարողացավ լեզու գտնել արաբների հետ, հայ եկեղեցին է, որ ընդբոստանում է Հայաստանում խաղաղություն հաստատելուն եւ պահանջում էր հայոց եկեղեցուց հայկական իշխաններից, որպեսզի հայկական իշխանները իրենց զորքերը տրամադրեն Բյուզանդիային, որպեսզի պաշտպանվի Բյուզանդիան, ոչինչ որ Հայաստանը ոտի տակ կտրվի եւ ոչինչանա։ Նույն ձևով Բագրատ Կնյազ թագավորության անկումը եւս մեկ սուրբ Պետրոս Գետադարձը, որը ի վերջո հանուն փողի վաճառեց պետությունը, անի դարպասի բանալիները հանձնեց թշնամուն եւ փաստորեն պատճառ դարձավ մեր պետական ոչնչացմանը։ Կարող է թվալ, թե գոնե դրանից հետո, երբ Հայաստանը փաստորեն ընկավ մոնղոլների, արաբների, թուրքերի այդ արհավիտքային վիճակի մեջ, գուցե մեր եկեղեցին այդ ժամանակա
եկել խելքի եւ կանգնել իր ժողովրդի կողքին, բարձր է որ նորից ոչ։ Կարող եք բացել եւ կարդալ բազմաթիվ դեպքեր, երբ ասենք զոլումի տարիներին եղել են հոգեվորականներ, որոնք կանգնել են ժողովրդի կողքին, եկեղեցին անց կոչել է խենթ վարդապետներ, հալածել է, որովհետեւ նրանք գնացել են եկեղեցու հիմնական պատգամին դեմ, զենք են վերցրել ժողովրդին պաշտպանելու համար, թողնելու փոխարեն, որպեսզի որ ժողովուրդը նահատակվի եւ ընկնի Աստծո դրախտ։ Իսկ այդ մարդիկ նաեւ ասենք մեր կաթողիկոս Խրիմյանը, դրանք իրականում պատկանում են հայ հոգևորականների մեկ այլ շատ փոքր ճյուղի, որոնք առաջացան հենց Գրիգորի Հայաստան մտնելու հետ։ Գլակը պատմում է, որ քրմերի ընտանիքներին գերի են վերցնում ու ամբողջ քրմությանը ոչնչացնում են։ Գրիգորի հրամանով մինչև 12 տարեկան երեխաներին բոլորին ուղարկում են քարի հանքերը, ստրկացնում են, իսկ մնացածներին հրամայում է, որպեսզի մտնեն եկեղեցու բացած հունա ասորական դպրոցներ եւ նրանցից կրթեն հոգեվորականներ։ Այդպիսի հոգեվորականներից մեկն օրինակ եղել է Աղբյանոսների տոհմը, որը սերվում էր հայ քրմական դասից, եւ այդ մարդն էր, որ ըստ մեր պատմիչների, դրա մասին նաեւ գրում է Լեոն, որ նրա ժամանակ էր, որ հայ կաթողիկոսը սկսում է հագնել քրմապետի հագուստով, այսինքն նրանց գենային հիշողությունը, նույնիսկ այդ 8-9 տարեկան երեխաների մնացել էր մեր հին հավատին եւ նրանք փորձում էին եկեղեցին սարքել ազգայնական եւ փաստորեն են այդ փոքր բարակ ճյուղը նաեւ անցնում է մեր հոգեվորականների մեջ, բայց դրանք ցավոք սրտի որակ չեն տվել եւ ասեմ, որ մեր եկեղեցին Ռուբեն Սևակի խոսքերով ասած, կամ պետք է ազգայնանա, կամ մահանա, երրորդ ճանապարհ տրված չէ։ Դուք դիտում եք Ազատության լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։